Բարև ձեզ սիրելի դիտողներ, ողջույն Հայկալիքի հարգելի բաժանորդներ, ովքեր առաջի անգամ են Հայկալիքով տեսանյութ դիտում, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ հետևեք Հայկալիքի տեսանյութերին։ Այսօր հերթական տեսանյութը կլինի անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող գնային փոփոխությունների վերաբերյալ եւ գիտենք, որ անշարժ գույքի շուկայում կատարվող գնային փոփոխությունները պարբերաբար մշտադիտարկվում են իմ կողմից եւ ես փորձում եմ բացատրել ինչ հանգամանքներից կարող է գները փոփոխությունների ենթարկվել, նվազել եւ կամ էլ ինչու չպետք է գնաճ լինի եւ բարձր գներով ինչու չի կարող երկար ժամանակ պահպանվել անշարժ գույքը։ Հիմա հետևում ենք հերթական ամիսն է, հունիս ամիսն է եւ հերթական զարգացումները, որոնք ստեղծել էին կեղծ տեղեկություն, տեղեկատվական մթնոլորտ, թե իբրև անշարժ գույքի գների բարձրացում կլինի Երևանում եւ Հայաստանում նաեւ ինչ պատճառներով մեր հարևան երկրում Պարսկաստանում կախված ռազմական գործողությունների հետ պատերազմի մեծ լայնամասշտաբ զարգացումների պարագայում կարող են շատ մարդիկ իբրև թե գալ Հայաստան հերթական միֆներ հյուսվում եւ մենք տեսանք, որ այդպիսի բան տեղի չունեցավ, տասնյակ հազարավոր մեր հարևան երկրի բնակիչներ չեկան Հայաստան եւ ընդամենը փոքրինչ ակտիվություն կար սահմանային անցակետում մեղրու ու գնային փոփոխության վրա դա ազդել իհարկե չի կարող, ամենայն հավանականությամբ Պարսկաստանի եւ Իսրայելի ռազմական բախման այդ զարգացումը մեծ տարածում չի գտնի եւ մենք բարեբախտաբար կխուսափենք տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործողություններից պատերազմից ու ունենք մի վիճակ, որ Երևանում շարունակվում է գների զեղչումը, գների խելամիտ մակարդակի գալը։ Ես հիմա օրինակ մի բնակարան Արաբկիր համայնքում, որ գտնվում է Կոմիտաս եւ Վրացական փողոցների հատման կետում, ասեմ տարվա երկրորդ ամսից փետրվարի 19-ից բնակարանը տեղադրվել է վաճառքի $115,000 արժեքով եւ 75 քառակուսի մետր է, այժմ $98,000 է, $17,000 փաստորեն 4 ամսվա ընթացքում գնանկում եղել, այսինքն ամիսը $4,000-ից ավել։ Հիմա թող գնորդները իրենք պատկերացնեն, ունեն այդ ավել $4,000 ամսեկան, թե ավելի լավ էր 4 ամիս սպասել եւ ամսեկան $4,000-ից ավել գնանկում է եղել տվյալ օրինակում ու $98,000-ով դեռևս չի վաճառվել այս բնակարանը, քառակուսի մետրի արժեքը $1,200 շուրջ է գալիս, որը խելամիտ գին է այսօրվա դրությամբ, նույնիսկ դեռ բարձր է եւ շատ ժամանակ, երբ որ ես վերլուծություն եմ անում ու փաստորեն բացատրում եմ, որ Երևանում չի կարող նման Թբիլիսից ավելի թանկ քառակուսի մետր արժեքով բնակարանների վաճառքը խելամիտ համարվել, չեն պատկերացնում կամ հատուկ ում ձեռնտու չի անշարժ գույքի գործակալներին կամ կառուցապատողներին մերձ շրջանակներին ձեռնտու չի այս իրողությունության հետ հաշվի նստել, որ այս իրողությունը տեղեկությունը հասնի մեր քաղաքացիներին, նրանք հիմար մեկնաբանություններ են գրում, իհարկե փաստը մնում է փաստ, Երևանը երբեք չի կարող լինել, չգիտեմ, այնքան պահանջված ու հետաքրքիր քաղաք, այս ահավոր անբարենպաստ վիճակի պայմաններում նկատի ունեմ փոշին, կեղտը, ջրատարների խնդիրները, որը մենք տեսանք եւ անձրևային օրերին խցանումները
կայանման խնդիրները, մի խոսքով 1000 ու մի խնդիրներ, այս քամիները, որոնք հաճախացել են Երևանում երեկոյան ժամերին, որոնք փոշի, կեղտ դեն փողոցներում կուտակում, աղմուկը տրանսպորտի եւ շինարարական բեռնատար մեքենաների չի կարող Երևանը դարձնել գրավիչ պահանջարկ վայելող քաղաք, ընդհանրապես սահմանափակ պատճառներով էր թելադրված Երևանում բնակարանների պահանջարկը եւ վաճառողների բազմապատիկ անգամ մեծ քանակը, քան պոտենցիալ գնորդների քանակն էր, ինչը բազմիցս շեշտվել է անցյալ տեսանյութերում, բերելու էր գնագոյացման կարգավորման եւ գինը պետք է կարգավորվեր բացի այն բնակարաններից, որոնք սպეციფიկ ունիկալություն ունեն, գտնվում են քաղաքի հենց ամենակենտրոնում, չգիտեմ, օպերային հարող տարածքում, հատուկ էլիտար շենքերում, որտեղ որ մեծ դրամական միջոցներ ունեցող անձինք հետաքրքրված են անշարժ գույք ձեռք բերել, բացի այդ բացառիկ բնակարաններից մնացած երկրորդական շուկայի բնակարանները կամ նորակառույցներում առաջարկվող բնակարանները որևէ հատուկ նշանակություն չունեն եւ նրանք չէին կարող այդպես քառակուսի մետրը, ասենք թե կենտրոնում $2500 եւ ավել, Արաբկիրում $2000 երկար վաճառվել, երկար ժամանակ վաճառվել, քաղաքի ծայրամասներում $1400-1500 եւ այդ գները կարգավորվելու էր, մենք գալու ենք խելամիտ գների եւ այդ պիսով է հնարավոր լինելու միայն որ վաճառողները կարողանան, քանի որ իրեն քանակով կրկնում շատ են, քան գնող քաղաքացիները վաճառեն իրենց բնակարանները։ Շարունակենք հետևել նորություններին, ես համոզված ասում եմ, որ նման պարագայում, ինչը մեզ սպասում է առաջիկա 1-1.5 տարին, Հայաստանում գների բարձրացման հիմնարար փաստարկներ չկան, որևէ մի երկրից այդ երկրի բնակչությունը դա լինի Ռուսաստան, Պարսկաստան, չգիտեմ, որ երկիր չի գալու եւ Երևանի բնակարանները գրի հազարավոր, չգիտեմ, այդպես դեպքերում կան ուրիշ ավելի կանխատեսելի ու ապահով երկրներ, տնտեսության համար ավելի տնտեսական գործունեության համար ավելի բարենպաստ երկրներ եւ թող այդ սուտ եւ անհիմն մանիպուլյատիվ քարոզներով, կեղծիքներով չփորձեն արհեստական գնաճ գրանցել, հակառակը ասում եմ, որ Երևանում անշարժ գույքի գինը պետք է լինի 20-30% ավելի էժան, քան Թբիլիսիում, երբ մի անգամ ինձ գրել են, թե որքան պետք է լինի խելամիտ գները քառակուսի մետրի, ես ասել եի, որ դա կհրապարակեմ, այժմ ես դա հրապարակավ ասում եմ, Երևանում անշարժ գույքի արժեքը պետք է լինի 20-30% էժան Թբիլիսիի անշարժ գույքի գներից, այսինքն եթե Թբիլիսիում օրինակ $1300 է կենտրոնում, Հավլաբար թաղամասում, Երևանում այդ նմանատիպ անշարժ գույքը կենտրոնում, կրկնում եմ, ոչ հատուկ փողոցներում ու այդ ասենք օպերայա մերձ փոքր կենտրոնի հատուկ կամ կասկադին մոտ գտնվող հատվածներում, այլ սովորական կենտրոնում պետք է լինի 30% մինչև էժան Թբիլիսիի գներից եւ համապատասխան փաստորեն մյուս թաղամասներում կարգավորվի ըստ այդ սանդղակի, գնային սանդղակի քառակուսի մետր բնակելի տարածքի համար։ Շնորհակալություն բոլորիդ, խնդրում եմ տարածել այս տեսանյութը, հետևել Հայկ Ալիքով անշարժ գույքի վերաբերյալ տեղեկություններին, ես մեկնաբանությունում կտեղադրեմ այդ հայտարարությունները, որ ինքներդ համոզվեք բնակարանների տևական գնանկման, իմ կողմից կանխատեսված գնանկման օրինակների ու փաստի առիթով, շնորհակալություն։